Հակակոռուպցիոն կոմիտեն արտաշատում ձերբակալել է ուժեղ Հայաստան կուսակցության 15 անդամների և համակիրների ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ իրավապահների կողմից որպես ընտրակաշառք որակվող գումարներն իրականում եղել են մեր ձևով ՀԿ-ի շրջանակներում վճարված աշխատավարձեր, ինչը չի կարող դիտարկվել քրեական տիրույթում։ Պաշտպանական կողմը նշում է, որ սա առավելագույնը կարող է համարվել աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, քանի որ փաստական հանգամանքներով արդեն հիմնավորված է դրանց աշխատավարձ լինելը։ Հիշեցնեմ, որ կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն նահանջել է կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների մասին, շինծու և անհեթեթ որակելով առաջադրված մեղադրանքները։ Նա հայտնել է, որ այս գործիքակազմը կիրառվում է թիմին վախեցնելու և կուսակցության գրանցումը խափանելու նպատակով, սակայն նման ճնշումներն իրենց չեն կանգնեցնելու։ Աշխատավարձները տրվող դիտարկվում են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ եւ դաշտում չէ։ Ըստ էության իրենք ԿՊԱ-ականներն էլ խոստովանում են այս ամբողջ գործընթացի նպատակը, նրանցից օրինակ Արթուր Հովհաննիսյանը Facebook-ում շատ ուղիղ գրել էր, թե որն է նպատակը, իրենք նպատակ ունեն իբրև թե հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել ուժեղ Հայաստանը, արդեն պարզ է, սա ուղիղ քաղաքական հետապնդում է եւ իշխանությունը փորձում է այս կերպ էլ ավելի երկարաձգել իր իշխանավարումը, քանի որ նա հասկանում է, որ կորցնում է իշխանությունը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, հայտնելով, որ մաքսային մարմինների կողմից Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի արձանագրվել։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ $960 հայկական ապրանք է ներկրել, և տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան $5.7 միլիոն արտադրանք, ինչը կազմում է նրանց ընդհանուր արտահանման 0.1%-ը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանից Հայաստան մատակարարումները հիմնականում ներառում են նավթամթերքներ, որոնք 2025 թվականի վերջից Հայաստան են հասնում Վրաստանի տարածքով։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կենտրոն հեռուստաալիքի եթերում պատմել է Արցախի հայաթափումից հետո հայրենակիցների տեղավորման ուղղությամբ իրենց թիմի տարած ծանր աշխատանքի մասին։ Նա հիշատակել է հուզիչ դրվագներ նշելով, որ տաշիր հասած բազմաթիվ ընտանիքներում հայրերն ու պապիկները բացակայում էին, և մարդիկ իրենց հետ միայն նրանց լուսանկարներն էին բերում։ Քաղաքական գործիչը խիստ քննադատության է ենթարկել իշխանությանը, ներկայացնելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագիրը, որով Արցախի դեմ ագրեսիայի օրերին պարգևավճարներ են հատկացվել պատգամավորներին։ Կարապետյանի խոսքով այն ժամանակ, երբ իրենք առանց քնի զբաղված էին սթրեսային աշխատանքով, իշխանական թիմը զբաղված էր սեփական եկամուտների ավելացմամբ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թրամփի ուղի նախագծի իրականացման գործընթացն արագացել է և կողմերը ցանկանում են այն կյանքի կոչել ավելի սեղմ ժամկետներում։ Ըստ գործադիրի ղեկավարի, ամերիկյան կողմի հետ արդեն քննարկել են էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նախատեսվածից ավելի շուտ սկսելու հնարավորությունները։ Փաշինյանն ընդգծել է, որ նախագիծը թե Հայաստանի, թե Միացյալ Նահանգների համար բացարձակ առաջնահերթություն է, ընդ որում դրանով շահագրգռված է նաև Ադրբեջանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ամենաբարձր մակարդակով, բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ տրիպ նախագիծը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար, եւ պիտի ասեմ, որ տրիպի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են եւ երկու կողմերն էլ, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Միացյալ Նահանգները ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Մենք կարող ենք ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի
կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը եւ ընդհանրապես ցանկացած բան, քանի որ process-ները հասունացած են, հասունանում են եւ անկասկած է թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր հերթական ոդքասթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակներին, նշելով, որ Իրանը ցույց է տվել իր ուժն ու պատրաստակամությունը պայքարելու սեփական պետականության համար։ Նա քննադատել է գործող իշխանությունների քարոզարշավը, շեշտելով, որ դրանում բացակայում են բովանդակային քննարկումները։ Քոչարյանը նշել է, որ Թրիփը լուրջ հարցականի տակ է։ Թրիփը շատ մեծ հարցականի տակ է եւ այս պատերազմը շատ ավելի հարցեր առաջացրեց Թրիփի նկատմամբ։ Թրիփն էր մեխը, բայց չկա։ Այդ մեխը ծռել է։ Մեղրիում կայացել է Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026 պուրակի հիմնարկեքի արարողությունը։ ԱՊՀ անդամ պետություններից Հայաստանի հարավային քաղաք ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները տնկել են կապույտ ծաղիկներով հայտնի Պավլովնիա տեսակի ծառեր, որոնք խորհրդանշում են համագործակցության մասնակիցների բարեկամությունն ու փոխգործակցությունը։ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ծրագիրն իրականացվում է 2011 թվականից ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո։ Ծրագրի հիմնական նպատակներից է բացահայտել քաղաքների ներուժն ու հանրայնացնել դրանց մշակութային ժառանգությունը։